Free News-ի եթերում կրկին քննարկում է, որին մասնակցում է միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև ձեզ, բարև Արման ջան։ Բարև Գագիկ ջան։ Դե տես, մենք երեք գրեթե անոնսեցինք Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժամանումը Հայաստան, եկավ, գնաց եւ կարելի ասել մի տրցակ փաստաթղթեր ստորագրվեց, որոնք բոլորը շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության համար, ընդ որում այդտեղ նաև ընդգծում է, որ կարևոր է Միացյալ Նահանգների համար նույնպես։ Ամենակարևորը, որ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ բարձրացվեց նոր մակարդակի ավելի բարձր համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Օրինակ քո տպավորությունը նաև միջազգայնագետ որպես այդ փաստաթղթերը այստեղ մի քանի խնդիր է լուծվում։ Առաջին հերթին, որ նախներ հայաստանյան նկատի ունեմ հայաստանյան կողմի համար եւ ինչպես նաեւ իշարունակություն ձեռք բերված պայմանավորվածությունների վերահաստատելն, որ TRIP-ի պայմանագիրը հենց այդպես անոնսային բնույթ չէր կրում, քանի որ պատկերացնում ենք, չէ, դա մի այնպիսի պայմանագիր է, որի գործակցությունը մեկ ստորագրությամբ եւ մյուս օրը առավոտյան չի սկսվում։ Դա ոնց որ անոնսային էֆեկտից բացի գալիս ենք արդեն ավելի պայմանագրային էֆեկտի իրականության եւ դրան պետք է հաջորդեն կառուցողական աշխատանքները, չէ, դրան պետք է հաջորդեն արդեն հողի վրա կատարվող աշխատանքը, որը աշխատանքային փաստաթուղթ, որտեղ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինելով Ռուսաստանի Դաշնության ծիրի մեջ մինչ այժմ նա դե հիմա արդեն կարող ենք նաև ասել, որ դա թերևս նաև արվել է որոշ չափով դիտավորությամբ, նա չի կարողացել զարգացնել իր դե ֆակտո իր ճանապարհային ստրուկտուրաները, երկաթգիծը եւ այլն, եւ այնպես չէ, որ պայմանագրի ստորագրելուց մյուս օրը դա կարելի էր արդեն կիրարկել հողի վրա, ուրեմն մեկ կողմից կար այդ էֆեկտը հայկական կողմի համար, որովհետեւ ինչպես տեսնում ենք հատկապես բոլոր ներքաղաքական ավելի քան կարևոր գործընթացի շրջանակներում, որտեղ չեղած բանը նույնիսկ կարողանում են վերափոխել, այստեղ եղած արդեն պայմանավորվածությունները պետք է նաև հաղորդել դրան շատ ավելի պաշտոնական, դրան հաղորդեց պաշտոնական, բայց այլ ավելի գլոբալ միջազգային հարթակով, միջազգային առումով շատ կարևոր մի բան կա, որ պետք է նաև մատնանշել, ըստ իս դա այն է, որ ինչպես տեսնում եք, ես չգիտեմ, երևի թե մեր հեռուստադիտողները չեն հասցնում այնքան այսօր նյուսֆիդը լրատվական դաշտը հեղեղված լրահոսը մեր ներքին քաղաքական եւ դա նորմալ է եւ բոլորս պետք է հետևենք, բայց չմոռանանք նաեւ, որ Թրամփի վարչակազմում հիմա վերադասավորումների մի տեսակ մի փուլ է, որովհետեւ չմոռանանք, որ Միացյալ Նահանգներում էլ կան ընտրություններ հոկտեմբեր ամսին եւ ըստ այդմ պետք է այս կոնտեքստում դիտարկել նաև, որ եթե Հայաստանի Հանրապետության համար դա ունի մեծ կարևորություն, ապա նույնքան էլ կարևորություն ունի Թրամփի վարչակազմի համար գալու ապացուցելու եւ բերելու որպես ապացույց ռեզուլտատներ, արդյունքներ արված աշխատանքների եւ բնականաբար մենք միշտ դրա մասին խոսել ենք, այսօր էլ մեր հեռուստադիտողը պետք է դա իմանա եւ դա տեսավ, որովհետեւ եկավ թիվ 1 գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարը, սա չափազանց գեոպոլիտիկ աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող մի իրավիճակ է, որտեղ Հայաստանը գլխավոր դերում է, եթե չասենք, կամ ասենք թե Միացյալ Նահանգների գլխավոր ներկայացուցիչն է տարածաշրջանում եւ նա ունի արդեն կնքված պայմանագրի ըստ այդմ TRIP-ը, որը հայ-ամերիկյան, այսպես ասենք, երկարաժամկետ շատ երկարաժամկետ տասնյակ տարիներով առնվազն 50 տարի, դե ով ասել է 50 տարի, արդեն բոլորս հասկանում ենք, եթե Միացյալ Նահանգները հավերժ են, այդ հավերժությունն էլ մաղթում ենք եւ գիտենք, որ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը եւ Թրամփի վարչակազմի համար այդ կարևորությունը պետք է շատ կարևոր է, որ պետք է որ իրենք էլ այդ արդյունքը ցույց տան ընտրություններին առաջ համընթաց եւ այստեղ ոչ թե լույսն է շատ կարևոր, ոչ թե այն լույսի ներքո, որ տեսեք մենք օգնեցինք, ոչ միայն օգնեցինք Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն հաստատել
իր հարևանի հետ, դա շատ կարևոր է, դա ինքնին արդեն Նոբելյան մրցանակի արժանի բան է, որը մեր կառավարությունը արդեն իսկ նշել է, որ կողմնակիցը եւ ջատագովը կլինի, որպեսզի նախագահ Թրամփը այն ստանա ըստ արժանվույն, բայց նաեւ ինքը շատ կարևոր տնտեսական բաղադրիչ ունի իր մեջ Միացյալ Նահանգների համար, շատ կոնկրետ եւ աշխարհակահաղական այսօրվա կոնտեքստում այն թույլ է տալիս շրջանցել ոչ վստահելի գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին, որովհետեւ դե ֆակտո տեսնում ենք, իրադարձությունները բերում են նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար արդեն 2000 մեղմ ասած 2014 թվականից ի վեր պարբերաբար մի բան ասում, ուրիշ բան անում են, նրանց խոսքը արժանվույն չի գնահատվում, խոսքը գործից շատ է տարբերվում։ Համ տարբերվում է, համ նրանք արդեն վստահելի չեն ընդհանրապես։ Իրանում տեսնում ենք, որ նույնպես այնպեսի մի ռեժիմ է, որը նույնիսկ որի բարդությունն է այսօր բերում, այսինքն է չհասկանալը, թե ով ում տերն է, այսպես ասենք, ում հետ ճիշտ բանակցել եւ ինչպես են վերադասարումներ կատարվում եւ այդ հողի վրա վստահելի գործընկերը Հայաստանը իր հիմքը ունի, այսինքն արևմուտքը հիմք ունի վստահելի գործընկեր Հայաստանում, որը արդեն 2018-ից ի վեր ինչ է անում, միայն ապացուցում է, որ նա վստահելի գործընկեր է, որտեղ նրա գործիքակազմն է դրա մասին վկայում, նրա արված գործն դրա մասին վկայում, նրա վերջիվերջո տեսեք, դուք բոլորս տեսնում եք, որ Միացյալ Նահանգներում եւս հետևում են մեր նախընտրական գործընթացներին։ Միացյալ Նահանգներում եւս տեսնում են, որ ժողովուրդը իր բոլոր հարցումներն են, չէ՞, ցույց տալիս, որ ժողովուրդը ըստ էության այդ խաղաղության կողմնակից է եւ այդ խաղաղությունը կարեւոր է միջազգային գործընկերների համար, որպեսզի միջանցք ասվածը իրագործության գա, որի մասին իրականություն դառնա, որի մասին մենք երեք խոսել ենք եւ այստեղ փոխադարձ շփումները միջինասիական երկրների Հայաստանով դեպի Եվրոպա եւ այս պայմանագրի մեջ նաեւ այդ հազվագյուտ մետաղների պայմանագիրը, որը այսօր մենք գիտենք չիպերի համար շատ կարեւոր է, նույն Nvidia-ն, որը Հայաստանում է։ Ես այդտեղ մի հավելում անեմ, Արման ջան, ուրեմն այսօր բացարձակ մոնոպոլիան հազվագյուտ մետաղների, դա Չինաստանին է պատկանում եւ այդ առումով հողի վրա այո, որովհետեւ իրենք ունեն դրա դերքը եւ օգտագործում նաեւ տեխնոլոգիաները եւ հիմա Միացյալ Նահանգները փորձում է լրացնի, հիշենք որ մետաղների մասով այո, բայց չիպերի մասով դեռ չէ, ես մետաղները, հազվագյուտ մետաղները եւ Թրամփի վարչակազմը գալով իշխանության, այդ իրենց համար շատ կարևորություն ըստ այդմ Չինաստանին հակազդել կոնկուրենցիոն այդ դաշտի վրա, որովհետև այո, մենք տեսնում ենք, որ նմանատիպ տեմպերով եւ այդ մտավախությունը տեղին է, Միացյալ Նահանգները կարող են կորցնել իրենց թիվ 1 տնտեսական գերտերության նշանակությունը եւ այդ ուղղությամբ արվում են բազմաթիվ աշխատանքներ, դրա մասին վկայում են Թրամփի այցը վերջերս Չինաստան եւ ըստ այդմ Հայաստանը ես չեմ ուզում ոչ դա այն անպագորգոր բառ ունենք, դա այդ չի, բայց դա հողի վրա տնտեսական առումով ուրեմն տեսեք, նա բացարձակ կարևորություն ունի Միացյալ Նահանգների համար, որը կարողանում է ըստ այդմ միջին ասիական երկրներին պոկել Չինաստանյան կախվածությունից, այսինքն նրանց արտահանումները նույն այդ հազվադեպ մետաղների, այդ բոլոր ընդերքի կարևորագույն այդ բոլոր հանածոների, որոնք այսօր ճանապարհ նույնիսկ չլինելու պատճառով կարող էին ավելի շատ հակված լինել, այսպես թե այնպես այդ երկրները պետք է առաջ գնան, չէ՞, պետք է իրենց արտահանումները կենտրոնական Ասիայի համար ճանապարհը Հայաստանն է։ Հայաստանը, որը այսօր դրա հիմքն է դրվում, այսինքն հիմքը դրվում է փաստաթղթային առումով, բայց հողի վրա կլինեն կառուցապատման աշխատանքները, այո։ Իսկ այսօր ինչ է կատարվում, այդ Չինաստանը կարող էր շատ արագ իր կողմ քաշել ընդերքը եւ Ռուսաստանը եւս եւ բնականաբար Միացյալ Նահանգների համար ըստ այդմ իր եվրոպական պարտներների, գործընկերների համար, որովհետեւ մենք պետք է շատ լավ ֆիքսենք տնտեսական առումով այսպես թե այնպես Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները դատապարտված են գտնելու լուծումներ եւ ձեռքի տված գնալու առաջ։ Դրա մասին նույնիսկ վկայում են, տեսեք, Ուկրաինայի հարցում
ի վերջո Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միասին աշխատելու ցանկությունը եւ հողի վրա տեսնում ենք դա երբևիցե մենք չտեսանք որ Միացյալ Նահանգները բաց Ուկրաինային թողեն Եվրոպայի հույսին միայն որովհետեւ այնտեղ Starlink-ը կար որ երբեք վաճառելով, բայց զենքը տալիս է։ Զենքը տալիս են, որովհետեւ վաճառել, որովհետեւ Թրամփը իր նախընտրական ծրագրում եւ նա շատ կարևոր բան պետք է նշել, Թրամփի խոսքերը երբեք պետք չէ ուղակի այսպես ընդունել, որ նա այսպես օթի մեջ բան կասի, որովհետև սա ըստիս նրա աշխատելաձևն է, բանակցելու ձևն է, իսկ որովհետև հողի վրա աշխատանքները գնում են։ Երբեք պետք չի Թրամփին մտածել, որ այդ մարդը վստահելի չի եւ այլն, որովհետեւ դա նրա, այսպես ասենք, միջազգային հարթակում նա այդպես է խաղում, նա այդպես է կարողանում ավելի մոտենում է բիզնես տեսանկյունից եւ Միացյալ Նահանգները իրենց կրեդոն դա տնտեսությունը զարգացնել եւ պահել թիվ 1 տնտեսություն որպես գերտերություն, ես ինչու եմ այսպես հանգամանալից պատմում, որովհետեւ դուք պատկերացրեք, որ այսօր այս համաձայնագիրը, որ ստորագրվեց Հայաստանի հետ, ինչպիսի կարևորություն ունի ուրեմն Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ, Եվրոպական միությունը եւս մեծ տնտեսական մի գերտերություն, չասենք, միություն է, առաջինն է, հա, որը ամենահետաքրքիրն է Չինաստանի համար եւ Միացյալ Նահանգների համար, սակայն այստեղ նաեւ մեր հեռուստադիտողները պետք է իմանան, որ Եվրոպական միությունը կարողանում է Հայաստանի միջոցով նաեւ այդ անկախությունը ձեռք բերել Չինաստանից եւ կարողանալ մրցակցել այդ բոլոր հանածոների եւ ընդերքի ֆոնի վրա եւ դե պատկերացրեք ինչքան կարեւորություն ունի այդ կողմի համար, դուք պատկերացրեք ուրեմն Հայաստանի համար ինչ օգուտներ դա պետք է բերի, այսինքն ես խնդրում եմ, որովհետև մենք շատ հաճախ եւ կարծում եմ խոսենք նաեւ այդ հիբրիդային պայքարի տեսանկյունից, ես ուզում եմ որ ժողովուրդը շատ հստակ ֆիքսի, որ այսօր աշխարհում կան կոնֆլիկտներ եւ այլն, բայց հիմքում միշտ եւ դա նորմալ է, ընկած է տնտեսությունը։ Եվ տնտեսությունն է, որ կարող է կամ ուժեղացնել մի երկիր, կամ թուլացնել մեր պարագայում, ինչ արվել է մեր հանդեպ, որովհետեւ մեր հանդեպ ամեն ինչ արվել է, որպեսզի, այսպես ասենք, կաթիլային կերպով մեզ պահել, մինիմալ եւ ըստ այդմ տեսնում ենք հասարակությունները ինչպես են փորձել, տեսնում ենք ինչպիսի ընտրակաշարքներ մինիմալ արժեքներով կարողացել են մարդկանց խաբել եւ ընտրակաշարքներ անել մինիմալ եւ ըստ այդմ նաեւ արտագաղթ են կազմակերպել, դա կազմակերպված է վերջի այդ արտագաղթը, որ մեր հայրենակիցները այնքան տխուր է էլի դա այսօր ֆիքսել, որ նրանք այդ ընտանիքներն են շատ հաճախ խարխլվել, որովհետև տան տղամարդը գնացել է եւ այդ գայթակղությունը եղել է 10 պատկերացնում ես ամիսներ շարունակ առանց ընտանիքի, առանց իր կնոջ կամ տղամարդ է վերջի ամեն ինչ հնարավոր է այդ պարագայում։ Ամեն ինչ հնարավոր է եւ ինչ ընտանիքներ են բացի նրանից, որ երկիրն են լքել, պատկերացնում ես պետության կորիզը ընտանիքը կարողացել են խարխլել եւ այդ ամեն ինչը համեմել, որ կուդա վիդենից էս բեզնաս դրանով այդ ֆորմուլա է, որը ի պատիվ իրենց ասենք, որ իրենց ցինիզմը, այդ բոլոր ուժերի ցինիզմը մեզ տալիս է իրենց ինֆորմացիան, որովհետեւ տեսեք, նույն նախագահ Պուտինը մինչ այժմ արել են այն, ինչ ասել են։ Ուրիշ բան, որ արևմուտքը այդ ասվածը լուրջ չի ընդունել կամ ըստ արժանվույն չի անցալել եւ դրա արդյունքում է որ Ղրիմը գնաց, մինչեւ այդ Հրաստան, Ղրիմ եւ այսօր ունենք ինչ ունենք։ Նու տեսնենք Աստված առաջ, տեսնենք ինչպես է հանգուցալուծմանը կգան, բայց եւս տնտեսականն է որ պետք է օգնի։ Այսինքն որպեսզի այս նյութի մասին ամփոփելով ասեմ, որ տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությունը եւս դատապարտված է ունենալու լավ ապագա, պայծառ ապագա, ինչի մասին խոսեց Մարկո Ռուբիոն։ Դու գիտեք, գերատեսչության ղեկավարները եւ ընդհանրապես պետական այդ մասշտաբի ղեկավարները նրանց ամեն մի բառն ու ամեն մի խոսքը հաշվարկված է եւ հենց այդպես ի տարբերություն այսօրվա քարոզարշավում հնչող մերթ ծիծաղելի եւ մերթ անհնար եւ որն ավելի վտանգավոր է մերթ այսպես վատ խոսույթները, որ կամուն են տրվում, այս տարագայում այդ ապագան եւ այդ խոսույթները շատ կոնկրետ են եւ ուզում եմ վստահեցնել, դա նույնիսկ աքսիոմատիկ է, որ Հայաստանի տնտեսությունը դատապարտված է զարգացման այս պայմանագրերի ներքո եւ այս
այլ ընտրանքը չկա եւ Ռուբիոն եկել էր ֆիքսելու, որ մեծամասնության մեջ նրանք տեսնում են մեր նախընտրական քարոզություններից, կրկնում եմ, հայ ժողովուրդը աջակցում է, որովհետեւ այս ամբողջը հնարավոր է խաղաղության կոնտեքստի մեջ, որի վերաբերյալ երկու պրոտագոնիստները Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը տասնամյակներով պայքարից արյունարբու այդ պայքարից հետո արյունահեղ, ինչպես ասենք, այդ պայքարից հետո եկել են վերջապես մի հանգրվանի, որտեղ երկու երկրներն էլ շահառու են եւ այդ շահառությունը շատ ավելի հեռուն է գնում։ Այսօր մենք միջազգային տնտեսության կապող օղակ ենք։ Դա պետք է, դա իրոք եմ ասում, դա այն բանը չէ, որ ասում է, սա էլ էր հայ, նա էլ էր հայ, որ սկսում ենք, չէ, այդպես մենք մի հատ տենդենս ունենք, սկսում ենք մենք մեզ մեծարել, ոչ, ժողովուրդ ջան, սա իրոք իրական լուրջ հանգույց է այդ միջին Նաև խաղաղության խաչմերուկը հենց ինքնին։ Եվ հանգույց է ըստ այդմ խաղաղության խաչմերուկը, որը կառավարությունը բերեց դաշտ ի ապացույց նրա, որ մենք պատրաստ ենք, որովհետև շատ արագ մեզ մոտ, որովհետև այդ ամբողջ խնդիրներից հետո վերջերս մենք շատ արագ հասկացանք, որ խաղաղությունն է, որ միայն շանս կարող է տալ մեր երկրին գոյատևել, բայց այսօր մենք գոյատևման մեջ չենք։ Այսօր մենք արագ գործընթացները շատ արագ են գնում եւ տնտեսական աճի փաստաթղթերն են այսօր այդ 3 ստորագրվել եւ խնդրում եմ դրան վերաբերվել ըստ արժանվուն եւ ընդհանրապես չթերագնահատել հատկապես հիբրիդային պայքարի ֆոնին, որը տանում է Ռուսաստանը, որի միակ խնդիրը այն տապալելն է։ Ես հենց հիբրիդային այդ պատերազմի նշուլ որպես ուզում եմ ներկայացնենք Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի այս պարագայում արդեն բացահայտ պատերազմը Ռուսաստանի հետ Հայաստանի համար, որտեվ այն ինչ որ հիմա արվում է մանավանդ ռուսական մեդիաներում, դա էլ հիբրիդային չի, եսիմ ինչ չի, լրիվ բացահայտ տեքստով, անպատիվ խոսքեր ասելով երկրի իշխանության հասցեին, անպատիվ խոսքեր ասելով ժողովրդի հասցեին, այն ինչ որ հայեր կան Յանով վերջացով այդ զիբիլները, որ նստած են այդ մոսկովյան տաղավարներում ու վայրահաչում են, այսինքն ում ունեն քսի են տվել հայ ժողովրդի վրա։ Եվ մեր ժողովուրդն է պետքա հաշվի առնի այդ հանգամանքը։ Պետքա հաշվի առնի, որ եթե դու հույսդ կապում ես, որ ելակդ վաճառելու ես ռուսի վրա, ռուսը կարող է 10 անգամ, առաջիկա 10 տարվա ընթացքում 10 անգամ այդ ելակը արգելի, որ մուտք գործի Ռուսաստան։ Այդ կոնյակը, այդ հանքային ջուրը, մնացած ամեն ինչը, որտեվ էսա, ընդ որում գիտես էս ինչ է այսքան երկար ասեցի Արման ջան։ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք։ ԵԱՏՄ կարգավորումներով Ռուսաստանը ինքը միայն չի կարող արգելել ԵԱՏՄ անդամ երկրի ապրանքների մուտքը իր երկիր, առանց ԵԱՏՄ որոշման։ Հարգի ջան, շատ հետաքրքիր, ես քեզ լսեցի առանց ընդհատման, որովհետև դու ցուցիչն ես, թույլ տուր այսպես ասել, դու ապրում ես հողում, դու ապրում ես այս երկրի վրա, ես փորձեմ մի տեսակ հերվից եւ հետադարձ հայացք փոխանցել քո ասացի վրա, ինչու համար։ Այ տես ինչ դու նույնիսկ շատ հավասարակշռված անձնավորություն ես, բայց տես քո մոջ արդեն հույզերը նույնիսկ սկսեցին խոսել։ Այթեցի ես։ Բնականաբար, եւ ես ուզում եի թողնել, որ դու այդ պորտմանը գաս, որովհետև հենց դրա համար է արվում այն ինչ որ այսօր արվում է եւ թույլ ես ավելի գլոբալ մոտենամ հարցին եւ այսպես նայենք դիտարկենք նախ երբ որ մենք հարգելի հայրենակիցներ երբ որ մենք խոսում ենք պատերազմից բնականաբար սրանք այդ հիբրիդային, որ ասում են, այդ հիբրիդայինը ինչ է, դա պատերազմի մի ձև է, որը ոչ թե բաներով է, ավտոմատներով, զենքերով է կիրառվում, այլ այո, այսպիսի մեթոդներով, որտեղ օրինակ կարողանում են Գագիկին այս պահի օրինակ որպես օրինակ ափերից հանել, դե պատկերացրեք այդ ժողովուրդը եւ այն մարդիկ, որոնք անմիջականորեն հետաքրքրված են դրանում, օրինակ այդ գյուղագործը
այսպես ասենք, ձկնաբուծությունը վաղը, 3 կոնյակ արտադրողները, հանքային ջուր արտադրողները, ծաղիկ արտադրողները, հանքային ջուր արտադրողները, հողի վրա նրանց աշխատողները, բայց այստեղ մի բան կա, փորձեմ նորից հետադարձ, այսպես հերվից հայացքով տես էֆեկտը լինելու է 180 աստիճանով հակառակը, որովհետև վերցնենք ջերմուկի գործանում աշխատող բանվորին, որին հայտարարում են, որ դու բանի մեջ ես, ստիպված արձակուրդի մեջ ես, հա, Աստված չանի, որովհետև ես համոզված եմ դա այդպես չի լինում, սա ընդամենը շղարշ է, սա ընդամենը հիբրիդային գրոհ է, բայց այդ հիբրիդային գրոհի հակազդումը միայն տեղեկացված լինելն է եւ ինչպես օրինակ Գագիկը նոր ափերից դուրս եկավ, այդ ափերից դուրս չգալն է։ Չէ, դա համաձայն ես դրանում, ես ուղղակի ուզում եի դիդակտիկ ձևով դա նաև ցուցադրենք մեր հերոստատիտողին, որովհետև նույն այդ բանվորը ինչ է անելու։ Չէ, ասելու է Ռուսաստան, ես քո պատճառով կորցրեցի իմ աշխատանքը, ես իմ եկամուտը, ես իմ ընտանիքի հացը կորցրեցի, նույն բանը ասելու է ձկնագործը, յուղագործը, արտահանողը, այսինքն էֆեկտը լինելու է հակառակը։ Հիմա նաև գանք դրա պատճառներին, հա, պատճառները ինչու՞մ են այսօր, որովհետև տեսեք, շատ պարզ են պատճառները։ Ռուսաստանի գործիքակազմը այսօր այն մակարդակի է, որ նույնիսկ օբյեկտիվորեն, հա, դա դե ֆակտո հայտնի է, բայց քանի որ հենց մենք տրվում ենք հույզերի, մոռանում ենք այդ ֆակտոր, այդ հանգամանքն ենք մոռանում, որ Ռուսաստանը այլևս չունի հակազդելու ռեալ բան, օրինակ ինչով կարող էր հակազդել, արի մեկ պահ պատկերացնենք, պատկերացա Ռուսաստանը լիներ մի այնպիսի տնտեսություն, որը կգար կասեր այդ տրիպը ավելի լավ պայմաններ առաջարկելով, չէ՞։ Ամերիկա Միացյալ Նահանգները ինչ ասեցին, գալու է 13-ից 15 միլիարդ դոլարի ներդրումներ։ Ժողովուրդ ջան, որ Ռուսաստանը գար ասել, դե ես գալիս եմ այստեղ 30 միլիարդ դոլարի ներդրումներով, բայց այդ ցավը տանեմ, այդ երկաթ գիծը, որ բան է, դա չեն կարողանում մեր երկրի ղեկավարը ստիպված եղավ ասելու մեր հարգելի գործընկերներ, եկեք երրորդ երկիր գտնենք, որի հետ այստեղ էլ ենք, չէ, մենք իրանց հանդեպ մեր բարեկամությունը ի պատասխան իրենց չարության դրսևորում։ ԵԱՏՄ երկիր անգամ։ Դե ես հիմա ԵԱՏՄ-ին ավելի մանրամասն կանադառնամ, Գագիկ ջան, որտեղ այդ գործիքակազմն էլ փուչիկ է, այդպես երկելու են, խոսալ են մինչև ամսի 7-ը, 6-ը։ 8-ին նորից շարունակվելու է, ես դրան ավելի քան համոզված եմ եւ այստեղ է որ այդ հույզերին պետք է չտալ, հիմա փորձեմ առարկայական դա բացատրել, այլ ոչ թե ասելու մեծ խոսալ, որովհետեւ այստեղ ինչ է, նաեւ դա այդ հիբրիդային գրողի մասը, որտեղ ասեն, դե դուք մեծ խոսում եք Ռուսաստանի նման գերտերությունը, տեսեք ինչ անելու, ժողովուրդ ջան, այդ նույն բանը մենք լսել ենք, սահմանները, երբ որ սահմանապահներն են պահում, ես տասնամյակներ շարունակ ամեն Հայաստան գալուց ասել եմ, ես ռուսները մեզ ոչ մի օգուտ չեն տալու, մեզ պահում են բլոկադայի մեջ, ինձ ասում են, լսի, դու գնա շարունակի Ֆրանսիայում, այդ ուսում ես անում ընտեղ ես ինչ որ է, այստեղ մենք դու չես հասկանում, ռուսը չլի մեզ կուտեն, այդ նույն բաները էլի, այսինքն ինչ որ արել են եւ հիմա գամ իրականորեն այդ հողի վրա նույն այդ դիատմական կոնտեքստի մեջ բացարձակապես պետք չի ընկրկել եւ մտահոգվել, որովհետեւ այդ գործիքակազմը, որը կիրառում են, այսօր դրա լյուքսը նրանք իրենց թույլ չեն կարող տալ հողի վրա։ Նրանք իրենց չեն կարող թույլ տալ, որ սկսենք սկզբից։ Հայաստանը ի պատասխան այս բոլոր հարցակումների, բնականաբար նաև տեսնում ենք, էլի, ինչ մակարդակի մեզ տղերք են մեր վրա բերել։ Այստեղ տխուրը նա է, որ մեր հայրենակիցներն են, ու սրանց դեմքն էլ է պատրվել։ Մեր ժողովուրդն էլ պատկերացրեք ինչքան հիասթափված պետք է լինեն, որ ասում են ունենք, չունենք, մտածում ենք մի հատ բարերար միլիարդատեր ունենք, այն էլ դուս եկավ ինչ բարերար, ինչ միլիարդատեր, այդ միլիարդ, որտեղ այդ երկուսն էլ հարցականի տակ են դրված։ Այդ միլիարդները արդյոք նրանն են եւ Կրեմլինը չեն, տես ինչեր մենք ինքներս էլ բացահայտեցինք շատ բաներ եւ մատնանշեցինք, որպեսզի ժողովուրդը դա հողի վրա տեսնի եւ մյուս կողմից էլ ինչպիսի գործիքակազմով դրանց մակարդակը նայեք խոսալու Մի հատ նայեք դրանց խոսույթները, մի մարդ որ կանել ասում է, դե գնացեք ձեր ունեցած խաղաղությունը վայելեք։ Դա խոսալու ձևը ընդհանրապես, դա չհասկացա իրանց գեղի խոսույթով գալիս են այստեղ խոսում են, տես ինքս էլ հույզերի մեջ մտա։ Ինչու համար ենք դա։ Ես դրան պետք է անդրադառնամ շատ, որովհետև դա էլ էլի հույզերի մի մասն է եւ իրենց
նպատակա ուղղվածությունը միայն հասել են հույզերի, այսինքն այդ ամբողջ, ուրեմն ունենք 15-20 միլիարդ, մենք խոսեցինք տնտեսություն աճից, դրանք բոլորը, այս ինչ որ մենք խոսել ենք հողի վրա, լրջագույն պայմանագրեր են, ժողովուրդ ջան, դրանք չհամարեք ի տարբերություն ողջ ռուսական խոսույթի փուչիկների։ Ի տարբերություն գույք պարտքի դիմացի։ Դե դա էդի հողի վրա ենք ունեցել, դու բերում ես հողին, բայց ես չեմ ուզում շատ հետ գնանք, որտեղ դա ծանված է, դա շատ լավ գիտենք, էդի են բանն է։ Կաշե Բիսմերտնի, Ռոբերտ Քոչարյանի արվածներն են, որ այսօր եկել է, նրան էլ տեսնում ենք, նասկի շեմն էլ չի հաղթահարում, տեսնում ենք միտինգներում 7-800 հոգի էլ չի գնում, էդ էլ իրանց ընտանիքի անդամերով, տնեցիկով գալիս են մաքսիմում։ Լավ, կան նաև մարդիկ, որոնք ինչ որ տենց բան ունեն, բնականաբար շահեր ունեն, կորսված եւ վերձերբերի, բայց դրանք բոլորը կաշառակերության շարքից են։ Կանք իրականությանը։ Իրականությունը այսօր այն է, որ Ռուսաստանի գործիքակազմը այսօր հրահրել այդ հիբրիդային պայքարի տեսանկյունից հրահրել հույզեր, բայց տակը ոչ մի բան չկա։ Ոնց որ օրինակ ես կարծում եմ, թե ամեղության կախավարկած ուզում ես ասեն, ինչպես ասեն, որ դրանք նստած են, չէ, սպասում են ինչ անեն, որ մի ձև հակազդեն, PR-վեն, ոնց որ ես չեմ կարծում, թե այնտեղ միլիարդներ ունին այս բարերարներից մեկը, այնպես էլ չեմ կարծում, որ Ռուսաստանը հողի վրա գործարկելու հնարավորություններ ունի։ Ես սա արկածախնդիր, այդ բարոն, այդ երկրորդ նախագահին, 10 տարի նախագահ եղել, արկածախնդիր, արծակախնդիր չէ, նորից ասենք, որ հայոց լեզվի դասընթացներն էլ չմոռանան, հայտարարություններ չեմ անում, սրանք Մարկո Ռուբիոն եկել եւ ստորագրել է։ Այդ հողի վրա, ես օրինակ երեք դու էլ եւս ենք մատնաշում ենք դա, բայց այդ հողի վրա սրանք կոնկրետ են։ Այն ինչ Ռուսաստանն է այսօր ասում, դա օթապարիկա փուչիկային երևույթներ են, որովհետեւ ժողովուրդ ջան, այդ գազը գտելու ենք։ Թույլ տվեք այսօր դրա մասին շատ չընթարցակվել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ գազի այլընտրանքներ լինելու են։ Ռուսները մեզնից դա լավ գիտեն։ Նրանք մեզնից դա լավ գիտեն։ Նախ ռուսները չունեն դրա հնարավորությունը այսօր տնտեսական, որոնց ղեկավարը գնացել էր Չինաստան փող մուրալու, եւ Չինաստանի համար Ռուսաստանը այսօր միայն բենզակալոնկա է։ Կներեսում են վաճառելու գազը։ Հիմա այդ ասում պետք է վաճառեն։ Եվ մյուս հողի վրա Գագի ջան, մենք ունենք եւս այդպես չի է, մենք այդ այդտեղ է, էլի որ ասում են ազատ ինքնիշխան, ուժեղ, տեսեք հիմա դրա հողի վրա կամ դրա պատասխանները եւս, որոնք եւս ակնհայտ են, բայց որոշ մեր հայրենակիցների մոտ այդ մտավախությունը պետք է փորձենք փարատել, բայց կոնկրետ փաստերով, որտեղ նորից եմ կրկնում, ի տարբերություն Ամպագորգորի մենք կոնկրետ բաները պետք է արտահայտենք։ Նրանք չեն կարող այսօր հակազդել, մեր հակազդությունը շատ կոնկրետ է։ ՕԴԿԲ-ից դուրս են գալիս, հապկից, դե ես գիտեք ինչի չեմ նույնիսկ հապկ ասում։ Իմ համար ՕԴԿԲ թող այն սովետի պես սովետական կալբասի պես թող դուրս պետք է գա դա, էլի։ Հապկից դուրս գալը նշանակում է ինչ, հապկի մեռնել։ Ասենք բոլորը մենք դուրս եկանք, CNN-ով այսպես է գնալու։ Հապկը մեռավ։ Այսինքն միջազգային հանրության համար եւս մեկ ձեռքբերում Պուտինի դեմ։ Այդ պետքա ֆիքսել։ Ընդ որում ներողություն, այդ էլ նշենք, որ հապկի հիմնադիր անդամ երկրներից մեկը Հայաստանն է։ Այսինքն հիմնադիրը դուրս է գալիս։ Հիմնադիրը դուրս է գալիս եւ գլխավոր ծիտրում այդպես էլ գնալու է։ Էդի թաղեցինք։ Մեկ տևելու է 24 ժամ։ Երկրորդը ԵԱՏՄ։ ԵԱՏՄ-ն այսօր օկուտներ է քաղում Հայաստանից։ Շատ ավելի, քան Հայաստանը ԵԱՏՄ-ից, որովհետեւ այդ մաքսատուրքերի ճնշող մեծամասնությունը գնում է ԵԱՏՄ, այդ մեկ։ Երկրորդը, այսօր Ռուսաստանը ստիպված է լինելու ԵԱՏՄ-ի Հայաստանի դուրս գալու մյուս օրից մտածել ինչպես շրջանցել այդ բոլոր սանկցիաները եւ Ղրղստաններով, չգիտեմ, գլոբուսի որ մասերով կարողանան բերել տասնապատիկ երկարող ճանապարհ։ Երկարող ճանապարհը ըստ այդմ գների բարձրացում, այն արդեն Մոսկվայում դեռ հələ չեն զգում դա, որովհետեւ այս Ռուսաստանի կառուցվածքը այնպեսին է, որ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, որտեղ իրենց էլիտան է, որտեղ իրենց բանն է հավաքված, այնտեղ լավ ապրեն, հենց դուրս ես գալի, գիտես, չէ, այնտեղ արդեն բան է, այնտեղ կատարյալ սովատիրում, չհաշված որ տղաներին են տանում հերթով բանակ մերցնում, ուզեմ ասեմ գդերի բարձրացում է գալու եւ
այդ սանկցիաները հիմա որ փորձում մեր դեմ կիրառել, դրանք ընդամենը վախեր են։ Հիմա գամ, եթե թույլ կտաս, Մենք 1 րոպե ունենք։ հա, շատ կարևոր է, էլի այսօր ժամանակը չերքես, բայց ոչինչ, մենք դրա մասին փորձենք եւս խոսալ, դա ադրբեջանցիների Հայաստան գալու տականք, ստոր։ Ես գիտես ինչ եմ այնտեղ կարող եմ ասել, այդտեղ հույզել կարող ենք դնել։ Ինչպես կարող են ազգությամբ հայ ուսակցություններ, մարդիկ այսօր խաղալ դե ստորության հասել ենք արդեն գետնին, ստորության մակարդակի, տականքության, որ այդպես ադրբեջանական հրահրումներ կատարել Այդ Քարոզարշավային Քարոզարշավային ադրբեջանական դրոշները դնում են։ Հա։ Լեզուն դնում են։ Ուրեմն մի կողմից սրանք խոսում են ազգությունից եւ այլն, մյուս կողմից գովազդի գումար են ժողովուրդ ջան վճարում YouTube-ներով, հեռուստատեսությունով իրենց նախընտրական քարոզարշավին դնում են Ադրբեջանի դրոշները, դնում են ադրբեջաներեն խոսակ, որ վախեցնեն։ Ադրբեջանցիները Երևանում։ Սրանք բաներ են, Մարգարիտա Սիմոնյաններ են։ Լավ, սենց ասեմ, որ հասկանաք։ Բոլորը, որովհետև նաև սպրդեց այդ բանը չէ, որ Մարգարիտա Սիմոնյանն նման տենց երևույթներ, Արա Աբրահամյանը նման երևույթներ են, Խաչիկյանը նման երևույթներ գնացել են Մոսկվա, որ հիմա էլ ապա դե լեգիտիմիզացիայի վրա աշխատեն, չի հաջողվելու։ Դրանք ստոր բաներ են, խոսույթներ են, փուչիկ, ինչպես դե հերկվեց էլի, եւ ըստ այդմ հաց պատկերացնում եք ուր են հասել։ Մի կողմից մենք ունենք իրոք Ռուբիոյի խոսքերը, պայծառ ապագա, մյուս կողմից ունենք նմանատիպ ստոր ստախոսություններ, հիբրիդային ստախոսություններ։ Ուրեմն ես էլ սկսեցի հուզվել, պետք չէ, շատ հանգիստ կերպով, շատ սառնարյուն եւ ժպիտով նրանց ասում ենք չաո, հա, շուտով, հուսով եմ։ Շնորհակալություն Արման ջան, ես վերջում մի բան հավելեմ ու դրանով եզրափակենք, որ շատ լավ է աշխատում մեր իրավապահ համակարգը, շատ ակտիվ, բրավո իրենց։ Համարյա ամեն օր մենք նոր տեսանյութեր ենք տեսնում։ Դրանք նոր գործիքակազմեր են, հա, համեմատաբար։ Դրանք տասնյակ տարիների չեն, հա, նոր են եւ շատ արդյունավետ են։ Բրավո տղաներ այդ արդյունքների համար։ Ուղղակի մի խնդրանք հնարավորինս ցուցադրեք այդ ընտրակաշարք բաժանողների դեմքերը, որ ազգը իմանա իր ճակերտներում հերոսների։ Այնքան հերոս ունենք ախր արդեն շակերտներ ցավոք սրտի։ Հա, ճակերտավոր են շատ։ Շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա զրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս միջազգայնագետ Արման Ավագյանն էր։ Ամեն բարիք ձեզ։